Եվ արդ, որովհետև աստվածային կերտվածքի սկիզբն այսպես եղավ, եկ ով վսեմդ քննենք Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցվող բարձր աշտարակներն ու բոլոր բարի շինվածքների գլուխը, սերը, գութը և ողորմությունը։ Եվ արդ, սրանք մի են և միապես էլ գովաբանվում են աստվածային գրքերում։ Ինչպես նաև սրանք Աստուծո անուններն են, մի հորից և մի մորից սերված եղբայրներ, իրար նման և միմյանց մերձավոր գործով։ Քանզի երբ մեկը կամենում է ողորմություն տալ մեկ ուրիշին, առաջին հերթին շարժվում է նրա գութը և հանգչում աղքատի վրա, գութ առաջացնելով նրա նկատմամբ։ Եվ ապա սերը, որ ծածկված է հոգու մեջ, հորդորում է նրան ողորմություն գործելու։ Իսկ նա, ով գութ չունի, ոչ սեր ունի, ոչ էլ կարող է ողորմած լինել։ Եվ եթե տա էլ, այդ դեպքում վարձք չի ստանա Աստծուց, ըստ մեր Փրկչի հրամանի, որովհետև մարդկանց աչքին երևալու համար է կատարում, որ գովաբանվի տեսնողների կողմից։ Գրված է. Աստված սեր է։ Եվ ով աննենգ սիրում է Աստծուն, ընկերոջը և աղքատին, նա բնակվում է Աստուծո մեջ, և Աստված նրա մեջ, և ըստ իր կարողության նմանվում է Աստծուն։ Եվ մի այլ տեղ ասում է. սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը։ Եվ Տերը հրամայում է. նոր պատվիրան եմ ձեզ տալիս, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ և իմ անձը դրեցի ձեր փրկության համար։ Այս է կատարյալ սերը։ Քանզի եթե չես կարող սիրել եղբորդ, որին տեսնում ես, ինչպես կսիրես Աստծուն, որին չես տեսնում։ Քանզի մարդիկ ընկերասեր մարդուն աստվածասեր են կոչում։ Դրա համար էլ Տերը քաջալերում է ասելով. եղեք գթասիրտ, ինչպես որ գթասիրտ է ձեր երկնավոր Հայրը։ Իսկ առաքելն ասում է. զգեստավորվեք գթասրտությամբ և ողորմությամբ, որովհետև Աստուծո դատաստանին ով կպարծենա բարձրագլուխ։ Եվ դարձյալ ասում է. եթե բոլորի համար բարիք գործեմ և սեր չունենամ, ապա իզուր եմ ջանում։ Նաև սքանչելի Եսային է գոչում. տար աղքատին, անհարկին քո տուն գթասրտությամբ, սիրով և ողորմածությամբ տալով նրան քո հավաքած հացի ավելցուկը, և ահավոր ատյանում նախօրոք կծագի քո լույսը և չի հանգչի քո լապտերը։ Դավիթն էլ գոչում է. երանի նրան, որ խնամում է աղքատին, որովհետև դատաստանի օրը Տերը կփրկի նրան անսահման չարից։ Եվ Տերը բարձրագույն հրամանով ասում է. երանի ողորմածներին։ Որովհետև երբ անաչառ ատյանի սոսկալի բեմի առաջ ամեն ոք օգնության կարիքը զգա, նա ողորմություն կգտնի մեծ պարծանքով մեկի դիմաց 100-ը ստանալով։ Եվ աղքատները պայծառ ջահերով նրան կշրջապատեն և կգովեն նրան դատավորի առաջ, որովհետև իմաստուն վաճառականի պես տվեց անցավոր ունեցվածքը և գնեց այս անգին մարգարիտը։ Ապա հիրավի հրամայում է Տերը. ձեզ համար բարեկամներ արեք անիրավ մամոնայից։ Աստծուն և աղքատների դասերին տալով երկնքում դիզեք գանձը, որ ապահով մնա գողերից ու ավազակներից։ Գիտեմ, ասում է, որ հույժ սիրում եք քսակն ու արծաթը և կամենում եք պինդ պահել այն։ Ես ցույց կտամ ձեզ պահելու կարգը. աղքատների միջոցով առաքեցեք վեր դեպի հոր առագաստը, ուր չի կարող մտնել գողը և ցեցը ապականել։ Նա է սիրում իր գանձը, ով հանդերձյալում է պահում այն, և ոչ թե նա, ով թաղեց այն հողի մեջ, իսկ ինքը առանց պաշարի գնաց դատավորի մոտ։ Եվ հիրավի Տերն աշխարհի ունեցվածքը անիրավ մամոնա է անվանում, քանզի թողեցինք մեր ժառանգությունը, որ դրախտն էր, և անիրավության պատճառով հափշտակվեցինք անասունների այս աշխարհը։ Տերն ասում է. սուտ և օտարոտի բաներով եք կամենում ետ գնել ձերը, որն անվախճան հանգիստն է։ Դուք գիտեք, բայց դեռ շատ եք անօգուտ ապաշավելու։ Արդ,
ձեզ համար բարի անուն վաստակեցեք, քանի որ աղքատները ողորմածին Աստված են կոչում եւ ասում. «Այսինչ բանը Աստված պարգևեց ինձ», գրված է. «Երանի նրան, որ իր հացը ուտում է ամենայն ջրերի վրա»։ Ողորմությունն արագաթև արծիվ է, երբ սիրով եւ գթասրտությամբ է արվում։ Քանզի սուրբերից մեկը պատմեց. տեսա ահա մի թագուհի, որն իր ձեռքին ուներ լուսավոր ջահ, առավել պայծառ, քան արեգակը, եւ կանաչասաղարդ, տերևառատ եւ պտղալից դիթենի։ Նա հրեղեն կարգով հրեշտակների դասերի ուղեկցությամբ մեծ համարձակությամբ բարձրանում էր երկինք։ Ես բարձր ձայնով հարցրի նրան. «Ով ես դու, ինչ է քո անունը, որ թագավորի դուստրն ես դու, որ այդպիսի զարմանալի փառքով բարձրանում ես երկինք»։ Իսկ նա պատասխանեց. «Ես երկնավոր թագավորի դուստրն եմ, անունս ողորմություն է, ես մարդկանց աղքատներին տված ողորմությունն եմ։ Ինչպես տեսնում ես, ամեն օր արագաթև բարձրանում եմ երկինք հորս մոտ եւ պարծանքով նստում Աստծո աջ կողմում, եւ ամեն ժամ մեծ համարձակություն ունեմ նրա առաջ, առավել ևս դատաստանի օրը։ Եվ եթե դու կամենում ես փրկվել բարկությունից, որ գալու է, ինձ քեզ կենակից եւ սիրելի հացակից դարձրու, միշտ գրկախառնվիր ինձ հետ եւ սիրալիր գթասրտությամբ համբուրիր իմ լուսավոր աստվածատիպ պատկերը։ Գիտես արդյոք դպիր Եվնոմիկոս մանուկին, որ փորձելով եկավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ եւ հպարտությամբ ասաց. «Ով է իմ ընկերը, քանի որ պատվիրաններդ, որ հրամայեցիր, ես բոլորը պահեցի»։ Եվ Տերը չասաց. «Արքայությունում ես, այլ հեռու չես արքայությունից», այսինքն արքայության ներսում չես, այլ հեռվում, եւ քեզ մոտ խորհուրդ կա, որ չես կարող մտնել այնտեղ, քանի որ չես կամենում։ Քանզի եթե չունես բոլոր բարիքների գլուխը, սեր, գութ եւ ողորմություն, քո գործած բարիքները նման են անգլուխ կենդանու։ Եթե այս ամենը պահեիր քո մտքում, դու չէիր հավաքի ոսկի, արծաթ, նաեւ այլ փարթամություններ, այլ գթությամբ ու սիրով այս ամենը կբաշխեիր որպես ողորմություն։ Եվ արդ, եթե կամենում ես, որ քո բարիքը նպատակին հասնի եւ կատարյալ լինի, դու գնա եւ տուր այն որպես ողորմություն։ Իսկ նա հույժ խոժոռվեց, որովհետև չարը նրան կապել էր արծաթի եւ այլ փարթամությունների սիրով։ Արդ մեր Տերը գիտեր նրա ժլատ ու տմարդի բարքը եւ հիրավի ասաց նրան. «Արքայության ներսում չես, մի կեղծիր, որովհետև ես սրտագետ եմ եւ գիտեմ, որ դու եւ քո նման մեծատունները չեք կարող մտնել արքայություն, քանի դեռ մնում եք ձեր անողորմ բարքերի մեջ։ Ինչպես որ ասեղի նեղ անցքով չի կարող մտնել ստվար ու հաստ պարանը, որ ամրացված է մի մեծ նավի նավախելին, կամ հոյակապ եւ մեծ քաղաքի աշտարակներին տարբեր գործերի համար նախատեսված։ Եվ դու կարծեցիր, թե ես մարդկանցից դուրս եկած մի բարի վարդապետ եմ, եւ ահա մարդկանց մոտ չկա ճշմարիտ եւ ստույգ բարի, ինչպես եւ դու չես, որովհետեւ չէիր կեղծի ստությամբ։ Ապա եթե որպես Աստծո ես ինձ բարի կոչում, այս է ճշմարիտ եւ ստույգ բարին, քանի որ իրոք Աստված եմ եւ ստույգ եւ ճշմարիտ բարին։ Բայց եւ այս իմացիր, սիրելիս, որ եթե բոլորը ողորմած լինեին եւ հյուրասեր, ինչպես Աբրահամը, Ղովտը, Հոբը, Կորնելիոսը եւ Այցեմնիկը, աշխարհում չէր լինի աղքատություն, այլ կլիներ մեծ հավասարություն։ Արդ հիմար կույսերը հաղթեցին պոռնկական դառնագույն բորմոքող, վավաշոտ աղտին եւ չարդևին, բայց չմտան արքայություն, որովհետև առատապես ողորմություն չարեցին, այլ փոքր-ինչ։ Հիշիր նաեւ հարուստին, թե ինչպես էր չարաչար տանջվում, որին հանդիմանեց Աբրահամը եւ մի կաթիլ ջրի անգամ չարժանացրեց նրան։ Ահեղ ատյանում նույնպես դատավորը կասի անողորմներին. «Հեռացեք ինձնից եւ մտեք սատանայի կրակի մեջ, որովհետև նմանվեցիք նրա անողորմ բարքին եւ կարող եք հավիտյան միասին բնակվել։ Ես ողորմած եմ, իսկ դուք անողորմ, ինչպես կարող եք դուք բնակվել իմ արագաստում,
քանզի օրենք չէ, որ թշնամիներին բերեմ իմ առագաստը։ Իմ գութը, որ դուրն է իմ անմահ հարսանիքի, փակվեց ձեր առջև և չտարածվեց ձեր վրա, քանի որ քաղցեցի և ինձ ոչինչ չտվեցիք ուտելու և այլն։ Ով ողորմելի, որքան ծանր կլինի այն ժամանակ, երբ տեսնենք ոմանց արեգակնակերպ լուսապսակով թագավորի պես ահավոր հրապարակում ճեմելիս, իսկ մեզ ողորմելիներիս խավարամած հրի մեջ մտնելիս, սա առավել ծանր է, քան տանջանքները։ Արդ աղաչում եմ, չխնայենք մեր ունեցվածքը, որքան կարող ենք տանք Աստծուն աղքատների ձեռքով, որ չամաչենք այն սոսկալի օրը։ Չհոգանք մեր ձիերի, ջորիների, շների, կանանց և մեր մարմինների համար, անտեսանելով Քրիստոսին, որ մեր փրկության համար աղքատների հետ շրջում է մեր դռների մոտ։ Նա քեզ համար մերկ խաչ բարձրացավ, ծաղրվեց, թուք ընդունեց, ծարավեց, խոցվեց, գամվեց և դարձյալ այսօր սոված և մերկ աղքատների հետ շրջում է մեր դռների մոտ։ Եվ արդ ողորմենք մեր անձերին և չանտեսենք նրան, նաև աղքատը, որ մուրում է, կարող է ողորմություն անել, եթե կամենա, և այն Աստված ավելի մեծ է համարում, որովհետև չունեցածից տվեց, քան հարուստինը, որն ավելորդից տվեց։ Այն այրիկինը, որը սիրով երկու խերևեշ գցեց գանձանակը, առավել գովաբանվեց Քրիստոսի կողմից, քան հարուստները, որոնք ավելի շատ գցեցին։ Իսկ եթե բնավ ոչինչ չունես, դու լաց եղիր և ապաշխարիր նեղված եղբորդ համար։ Մի բաժակ ջուր կարող ես տալ, կարող ես այցելել հիվանդին, արդ այս ամենն Աստված կընդունի որպես մեծ ողորմություն, թեպետ և քեզ փոքր է թվում, որովհետև Աստված միայն ըստ կարողության է խնդրում, ում շատ տվեց, շատ է պահանջում նրանից, իսկ աղքատից մի փոքր խոսքով հնազանդվել, ապաշավել, հոգով և մարմնով սուրբ լինել։ Գիտնականներն էլ կարող են ողորմել խոսքով և գիտությամբ, և ինչպես հոգին մեծ է, քան մարմինը, այնպես էլ ով խոսքով է խրատում և ուսուցանում մեղավորին, հանելով նրան մեղքից, կոչվում է Աստծո բերան, և այդ ավելի մեծ ողորմություն է, քան մարմնականը։ Դրա համար գիտնականը պետք է ջանա, արիանա, քաջանա և մարդկանց մտքի սեղանին դնի խոսքի և գիտության արծաթը և աճեցնի աստվածային իմաստության քանքարը։ Նա չպետք է Աստծո օրենքների չար վաճառական և ծուլությամբ անիրավ մշակ լինի, երբեք չպետք է դադարի խրատելուց և հանդիմանելուց։ Եվ այս պետք է անի ոչ թե մարմնավոր շահի, այլ Աստծո սպառնալիքների համար, որ շատերը օգտվեն։ Նա թող կսկծացնող աղ լինի ծույլերի համար և համեմի նրանց մեղք ու թույլ բնությունը, իր անձը առանց գայթակղության պահի, լուսատու ճրագ լինի աշխարհի տան մեջ մեղքով խավարածների համար և ըստ իր կարողության հանձն առած անվամբ նմանվի Աստծուն։ Եվ ինչպես որ Աստված ամեն բարիք տալիս է մարդկանց, խնամում ու խրատում է տգետին և կատարյալ դարձնում, այնպես էլ պետք է գիտնականն անի տգետին դարձնելով առ Աստված, հույս տալով և մշտապես խրատելով։ Եվ Աստված այս ամենը մեծ ողորմություն կհամարի և կվարձատրի նրան, որովհետև սիրով և գթությամբ կատարեց։ Ուստի ջանացեք սիրելիներ և մի դադարեք խրատելուց, թեպետ և տգետ և կամ ծույլ մարդիկ վշտացնեն մեզ, որովհետև վարձքը ըստ վաստակի ու քրտինքի կլինի։ Մեր Տիրոջը և նրա ծառաներին էլ ատեցին հանդիմանելու պատճառով և բազում նեղություններ պատճառեցին նրանց, որովհետև գրված է. «Դռների մոտ ատեցին հանդիմանողներին և պղծեցին սուրբ խոսքերը»։ Եվ եթե այսպես անենք այս կյանքում, մեր վարձքը Աստծո կամքով կլինի, և նրա մյուս անգամ գալստյան ժամանակ նրա աջակողմյան դասին արժանավոր կլինենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով և մարդասիրությամբ, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։